Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ես մտել եմ սենց կարճ եթերի, որը պարտավորված եմ անել, որովհետև տեսել եմ, որ մարդիկ ինձ գրում են, որ հերթական ռուսամեր մարդը, որ իրեն ներկայացնում է իբր կես եզդի, իբր կես հայ, Էյդոկայարանսկին ինձ հայոյում է, վիրավորում է և մեղադրում է լկտի ձևով, մեղադրում է գունավորության մեջ։ Ուրեմն ինչ եմ ասում։ Հարգելի եզդի ժողովուրդ, ցույց տվեք մի տեղ, որ ես եզդի ազգին քրվել եմ։ Իմ հետևորդ հսկայական քանակությամբ եզդի ժողովուրդ Արմավիրից ու Ռուսաստանից զանգե խոսել է, քանի անգամ է եղել, որ ես եզդի եմ քրվել չհաշվելով հաղորդում անեմ։ Երկրորդը, սա ինձ մեղադրում է, առաջինը մեղադրում էր թուրքական, ինչա որ ռուսին կպա, և գերմանական շպիոնության մեջ, և իբր թե եզդի ազգին հայոյելու մեջ, և Մասիս Թովմասյանը, որի իր ասելով հայրենասեր է, որի աչոտ ինքը չի էլ կարում տա, ինքը պետք է ապացուցի, զանգե պայմանավորվել եմ տեղ, մնացած խոսակցությունները թողենք, դու Սփյուռքում է ապրում, մենք կգնանք իրեն տեսնելու։ Ուրեմն ասում եմ սա, որ բոլոր եզդիները և հայերն էլ տեսնեն։ Ես անտակ եթեր չեմ անելու, վերջում գրենք կներես։ Պետք է ապացուցես Թուրքի շպիոնության համար, Էդոկայարանսկի։ Ես քո հետ որ շեյխ ես եղել, հետո չես ուզում ես, դա քո գործն է։ Ինձ ասել ես Թուրքի շպիոն, Գերմանիայի շպիոն, արվամոլ և ինձ հայոյել ես, որ ինչ ուզես կանես։ Այս հարցերի պատասխանը շուտով կտաս դու, բայց հիշի, որ պատասխանը չտալու դեպքում եթերով ֆուֆլո ես մնալու։ Հիշի, այս ներողության պահը թե ցանկացած հարցի, պետք է ապացուցես Գերմանիայի շպիոնությունս, պետք է ապացուցես Թուրքիայի շպիոնությունս, դու հասկանում ես ում դեմ ես հելել։ Դու հելել ես ոչ միայն իմ ազգասերներ խմբի ու ազգային մեծ գործերի ընդհանուր խմբի դեմ, ու ուզում ես ներկայանաս հայ, որովհետև պաշտպանում ես ռուսին ու ասում ես լավ եմ անում, ռուսին եմ պաշտպանում։ Մենք կհանդիպենք, արդյունքը ցույց կտամ բոլորիդ, քանի որ ես եթերում հայոյանք տեղալով և զանգից հետո ասելով դու ինձ ասել ես փնթի, ես դրանից հետո ինչ կուզեմ կասեմ, ուրեմն լսի տղա, փնթի ասելուց հետո եթե դու ինչ կուզես կասես, դրանից հետո քեզ ինչ ուզեն ասելու են, եթե դու սկսում ես հայոյել սենց։ Պարզ է, ամեն ինչը չապացուցեցիր, դառնում ես Պապյանենց պես ֆուֆլո։ Այսքանը ես ասում եմ ու վերջացնում եմ, այդ թեմային չեմ անդրադառնում, մինչև հանդիպումը, էլի եմ կրկնում, հարգանքներս եզդի ժողովրդին, մեկը ցույց տվեք, եթե հայերեն հասկանում եք, որ Գագոն կյանքում եզդի ազգին քրվել է բացի գովելուց։ Մեկը միտեղ ցույց տվեք։ Այս մարդը, որ ասել եմ ինքը եզդի է, բայց ներկայանում ասենց ինքը իր փնթությունը կապում է դրա հետ, փորձում է իր կարճ խելքով Գագոյին սարքել հակաեզդի։ Ուրեմն կյանքում երազես է, դու չես կարա Գագոյից հակաեզդի ստանաս, եղավ, որովհետև դու եզդի ազգի համար ոչ մի բան չես ցույց տալիս։ Դու եզդի ազգի համար չես ցույց տալու, դու ասում ես չասեմ ինչ որ այա, թողենք մնա, թեմաները չթողենք։ Կհանդիպենք, պատասխանը ցույց կտա։ Ասել եմ 3 բան ես ապացուցելու։ Արվամոլություն, Գերմանիայի շպիոն, Թուրքիայի շպիոն, 4 բան, եւ որ իմ հետ ինչ կուզես կանես, որ եթերում ես խոսում։ Առայժմ ժողովուրդ ջան, սա կներկայացնենք, սա ռուսական շպիոնաժի հատուկ դրված էժան մարդկանցից մեկն է, կարող է Հայաստանում են գործ տվել, ես իմ ձեռի հետ մի հատ բարեկամի ինչ, որ եկել է Գերմանիա։ Դու Գերմանիայում ապացուցելու ես Ռուսաստանին պաշտպանելու համար ու Թուրքի ու Գերմանիայի շպիոն ասելու եմ։ Դու պատասխան ես տալու ցանկացած տեղ, ոչ միայն տղեկի առաջ, ցանկացած տեղ Գերմանիայում, հասկացար։ Փաստաբաններով գալու են, պատասխան ես տալու դու, որտեղից ես գտե, որ ես Թուրքիայի շպիոն եմ կամ Գերմանիայի շպիոն եմ։ Պատրաստվի, դու Սփյուռքում։